Դեկտեմբերի վերջին Հանրապետության նախագահը նշանակեց խորհրդարանական ընտրությունների օրը։ Ինչպես հայտնի է, ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին։ Նշված օրվա վերաբերյալ մտահոգություններ ունեն ազատամարտիկների դաշին կազմակերպության անդամները։ Ինչու հենց ապրիլի 2-ը եւ արդյոք հնարավոր չէր ընտրությունները այլ օր նշանակել։ Ապրիլի 2-ը դա լրանում է մեր ապրիլյան դեպքերի, կարելի ասել, քառօրյա պատերազմի տարին, երբ որ մենք 100-ից ավել զինվորներ կորցրեցինք, տղաներ կորցրեցինք։ Եվ ապրիլի 2-ը նշվելու է հիմնականում տարին։ Իսկ այդ օր նշանակել համապետական ընտրությունների օր մի քիչ անբարոյական է։ Կարելի էր երկու օր շուտ կամ երկու օր ուշ նշանակել ընտրությունները։ Ուրիշ երկրներում, երբ որ մի հատ ավտոբուսի վթար ալնում, երկիրը հայտարարում է սգո օր։ Վերցրեք Ռուսաստանը, վերցրեք եվրոպական պետությունները, վերջի դեպքերը Գերմանիայում հայտարարեցին սգո օր, քանի մոտ 20 մարդ էր զոհվել։ Իսկ երբ որ մեր մոտ 100-ից ավել է զոհվում, սգո օր չի համարվում եւ տարին էլ չի համարվում, որ դա սգո օր է։ Այդ այնց հասկանանք։ Ես միայն տեսնում եմ դիտավորություն։ Ու այդ օրը այս զոհերի հարազատները գնում են նշելու տարին, ով է գնալու ընտրության։ Ընտրությունների օրվա հաշվարկման կարգը սահմանվում է ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, այնպես էլ ընտրական օրենսգրքով։ Ներկա եւ նախկինում գործող սահմանադրություններում առկա են որոշակի տարբերություններ։ Այս պարագայում պետք է առաջնորդվել հին թե նոր սահմանադրությամբ եւ առհասարակ ինչպես է հաշվարկվում ընտրությունների օրը։ Շատ կարևոր հարց է նաև արդյոք տվյալ դեպքում գործում է ներկայիս կայանալիք ընտրությունների ժամանակ նոր թե հին սահմանադրություն։ Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը տրված է նոր սահմանադրության 209-րդ հոդվածի դրույթներում, մասնավորապես որի երկրորդ մասը սահմանում է, որ հին սահմանադրության 4-րդ գլուխը, որը վերաբերում է ազգային ժողովին, գործում են մինչև ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը։ Այսինքն, այս նորմի շրջանակներում, եթե իրավիճակը քննարկենք, ստացվում է, որ կայանալիք ընտրությունների արդյունքում ընտրված ազգային ժողովի առաջին նիստի օրվանից նոր կսկսի գործել նոր սահմանադրության համապատասխան կարգավորումները։ Հետևաբար, այդ թվում նաև հաշվարկները օրվա։ Քանի որ 5 տարի ժամկետով են ընտրվում պատգամավորները եւ վերջինիս լիազորությունները դադարելու են համաձայն վերջինիս ժամկետների լրացման սույն թվականի մայիսի 31-ին, ուստի որպես հաշվարկի 5 պետք է վերցնել մայիսի 31-ը եւ մայիսի 31-ից հետադարձ հաշվարկ կատարել համապատասխան միջակայքը գտնելու համար։ Հստակ նշեմ, հին սահմանադրության 68-րդ հոդվածը սահմանում է ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ քան 40 եւ ոչ ուշ քան 30 օր առաջ։ Ստանում ենք ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ն ընկած միջակայքը։ Նոր սահմանադրության արդեն 91-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ քան 60 եւ ոչ ուշ քան 50 օր առաջ, որի դեպքում ստանում ենք ապրիլի 2-ից մինչև ապրիլի 11 ընկած ժամանակահատված։ Տվյալ դեպքում հաշվարկը կատարվել է նոր սահմանադրության դրույթների պահպանմամբ։ Մինչդեռ 209 հոդվածի կանոնները տվյալ դեպքում պահանջում են, որպեսզի ժամկետը հաշվարկվի, այսինքն ազգային ժողովի հետ կապված յուրաքանչյուր հարց կարգավորվի նախկին 2005 թվականի սահմանադրությամբ։ Կարծում եմ, այստեղ
բառերի կամ նախադասությունների ուղղակի երկիմաստ մեկնաբանման առկայություն կարող ենք սա գնահատել, ինչի պայմաններում, եթե իհարկե մեկնաբանվի նշված տարբերակով, ապա գուցե այո, խախտում արձանագրենք։ Մինչդեռ եթե դիտարկենք, որ նոր սահմանադրությունը արդեն ուժի մեջ է մտել, ապա նման դեպքում պահպանված են բոլոր ժամկետները։ Նշեցիք, որ նոր սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրությունների օր նշանակել ապրիլի 2-ից մինչև 11 ընկած ժամանակահատվածը։ Այսինքն հնարավոր էր հենց 2, 3, 4 մինչև 11 յուրաքանչյուր օր նշանակել։ Քանի որ 90-օրյա ժամկետի նախագահի հրամանագրի կայացման 90-օրյա ժամկետը համընկել է նոր տարվա տոների հետ, որոնք մինչև ամսի 8-ը ներառյալ ոչ աշխատանքայինին, ստացվում է, որ հրամանագիրը կարող էր կայացվել միայն ամսի 9-ին։ Հետևաբար 9-ից սկսված, եթե ժամկետը հաշվարկում ենք, արդեն ամսի 11-ը գերազանցող ամսաթիվ ենք ստանում։ Այսինքն միայն 2-ին էր հնարավոր։ Տվյալ դեպքում կարծում եմ այո, միայն 2-ին էր հնարավոր այն միակ օրն էր, որը երկկողմանի ժամկետների պահպանման ապահովում էր։ Արդյոք հնարավոր է հաշվի առնելով ապրիլյան պատերազմը փոփոխել ընտրությունների օրը։ Իրականում սահմանադրությունը նման որևէ կարգավորումներ չունի։ Կարծում եմ դրանք արդեն ստորադաս իրավական ակտերով են կարգավորվում, մասնավորապես տոների եւ հիշատակների օրվա մասին օրենքի։ Մինչդեռ տվյալ դեպքում հաշվի առնելով սահմանադրության գերակայությունը օրենքի նկատմամբ եւ սահմանադրությունում նման կարգավորումների բացակայությունը, այս պարագայում կարծում եմ, որ այլընտրանք ուղղակի չկար։ Միևնույն ժամանակ ապրիլի 2-ը մասնավորապես տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով վկայակոչված եւ հիշատակված չեն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ տվյալ դեպքում իրավական հիմքն է նույնիսկ բացակայում նշված օրվա կապակցությամբ որևէ փոփոխություն կատարելը։ Ցանկանամ հստակեցնել, որ նշված փաստարկը իհարկե իրավական շրջանակներում է իմ կողմից վերլուծվում, քանի որ ես ինքս նույնպես հակված կլինեի, որ ապրիլյան պատերազմի օրերը հիշատակվեին եւ նշված օրերը ստաժանվույնս ստանային իրավական որոշակի կատեգորիա որպես հիշատակի օր։ Այս օրերին կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանքային բուռն պրոցեսում է։ Ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, իսկ նորությունները բավական շատ են։ Հստակ ժամանակացույցով ամրագրված գործառույթներից որոշներն արդեն իրականացվել են։ Օրինակ արդեն հրապարակվել է տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների թվի առավելագույն շեմը։ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, ժամկետային խնդիրներ չունենալու համար հերթով կատարվում են բոլոր քայլերը։ Իրականում բավականին շատ կան նորություններ, հատկապես քվեակարգի հետ կապված, իսկ դա ենթադրում է նաև իրականացնել բավականին մեծ ծավալի աշխատանք, որպեսզի ընտրողը գալով ընտրական տեղամաս, առաջին հերթին ընտրողը իրազեկ լինի այն բոլոր նորություններին, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքով։ Աշխատանքի ծավալները էականորեն մեծացել են եւ նոր օրենսգրքով ամրագրվել են մի շարք գործառույթներ, որոնք նախ առաջին անգամ են ամրագրված ընտրական հանձնաժողովների համար որպես գործառույթ եւ նախկին գործառույթները, որոնք նրանք իրականացրել են, իրենց ծավալներով բնականաբար կապված նոր քվեակարգի հետ, ընտրական օրենսգրքով ամրագրված նոր լուծումների հետ, դրանք իրենց ծավալներով բավականին մեծացել են։ Իսկ եթե ծավալները մեծանում են, պետք է նաեւ նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք, որ ընտրական գործընթացը իր առանձնահատկություններով պայմանավորված չի նախատեսել ժամկետների երկարաձգում
այն ծավալով, որ առկա հնարավորությունը թույլ կտար, օրինակ, ասենք, որպեսզի դա արվեր 10 օրում։ Ենթադրենք 1 օրյա ժամկետը մնացել է նույն 1 օրյա ժամկետը, բայց գործառույթը 10 անգամ իր ծավալով մեծացել է, ինչը ենթադրում է, որ պետք է լինեն համապատասխան գործիքներ, որպեսզի ժամկետում իրականացվեն բոլոր այն պահանջները, որոնք ամրագրված են ընտրական օրենսգրքում։ Այն հիմնական այդ գործառույթները, որ ավելացել են։ Դրանք բազմաթիվ են, բայց ընդհանրապես մեկ օրինակ կարող եմ նշել, որ եթե օրինակ նախկինում տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացվում էին արձանագրությունները մուտք էին արվում համակարգիչ եւ աղյուսակավորում էր տեղի ունենում, այդ ժամանակ մուտք էր արվում համամասնական ընտրակարգի հետ կապված ոչ ավել քան 2 տասնյակ տվյալներ։ Այժմ յուրաքանչյուր տեղամասի համար 10 անգամ ավելի շատ տվյալ է մուտք արվելու, որովհետեւ տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված տեխնացուների վերաբերյալ նրանց ստացած քվեները, այդ տեղեկությունները եւս պետք է համակարգիչ մուտքագրվեն։ Միայն այս մասով արդեն 10 անգամ մենք ունենալու ենք ծավալային աճ, բայց ժամկետը ըստ էության մնացել է նույնը, շատ փոքր է ժամկետի տարբերությունը։ Սա իհարկե ենթադրում է լրացուցիչ ռեսուրսի օգտագործում, որպեսզի հնարավոր լինի այդ ժամկետներում այդ ծավալով աշխատանքները իրականացնել։ Ինչպիսի ընտրացուցակներ կունենանք եւ արդյոք այնտեղ ներառված չեն լինի մահացած կամ հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալներ։ Բոլոր դեպքերում իդեալական պատկերացումներով ցուցակներ ԿԸՀ-ն չի խոստանում, ասում են հնարավոր չէ։ Իսկ ցուցակներում որոշակի ճշգրտումներ կարող է կատարել նաև քաղաքացին։ Քվեարկության օրվանից 40 օր առաջ ցուցակները հրապարակվում են ոստիկանության կայքեջում։ Սխալի դեպքում հնարավոր է դիմում ներկայացնել։ Եթե անձը ունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման փաստով տվյալ անձի տվյալները ամրագրվում են ընտրողների ցուցակում եւ վերջինիս բացակայությունը, երբ ինքը չի դիմել, չի հանվել հաշվառումից եւ այլն, բնական է որևէ մեկը իրավասու չէ տվյալ անձին հանել ընտրողների ցուցակից։ Եվ այստեղ պետք է առանձնացնել մի կարևորագույն հանգամանք, որ խնդիրը տվյալ պարագայում ոչ թե վերաբերում է այլ հանգամանքին, որ ենթադրենք որևէ անձ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից ու նրա տվյալները մնացել են ընտրողների ցուցակում, որովհետև նման իդեալիստական պատկերացումներով ցուցակ կազմել երբևէ հնարավոր չի, որովհետև վերջնական ցուցակը գոնե քվեարկությունից մի քանի օր առաջ է ուրեմն կազմվում եւ հանձնվում տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ ցավոք, բայց նույն քվեարկության օրը նախորդ օրը բնական է մարդիկ մահանում են եւ ասենք իդեալիստական մոտեցմամբ անգամ պայմանավորված անհնար կլներ այդ ժամկետներում նշված մարդկանց տվյալները հանել այդ ցուցակներից։ Խնդիրը այստեղ պետք է այլ հարթության մեջ դիտարկել, դա այն է, որ այն քաղաքացին, որը չի գալիս տեղամասային կենտրոն, որպեսզի որևէ մեկը տվյալ անձի փոխարեն չփորձի գործելով հանցագործություն մասնակցել քվեարկությանը։ Իսկ ահա այդ ամենը կանխարգելելու համար ընտրական օրենսգիրքը նախատեսել է բազմաթիվ մեխանիզմներ, իրավական լիակատար հնարավորություններ ամբողջ գործընթացի նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար։ Արդյոք հնարավոր է ընտրությունների օրը փոփոխության ենթարկվի։ Ընտրությունների օրը փոփոխության չի կարող ենթարկվել։ Օրենքը դա թույլ չի տալիս։ Ոչ, օրենքով հստակ ամրագրված է, ընտրությունների օրը հրապարակված է եւ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բացի դրանից բոլոր գործընթացներն արդեն մեկնարկած են։